Փոքրիկ ուսուցողական դասընթաց հայերի համար մեծամիտ, ճոռո, լոպաս, առանց սկզբունքների, ոնց են ասում, արժեքազուրկ հայության համար։ Նայեք, այս խանութը բացվել է վերջերս։ Խմորեղենի, թխվածքեղենի խանութ է, հրեաների խանութ է։ Մի հատ նայեք, լեփլեցուն, հիմա ասեմ են կողմ։ Բոլորը գալիս են տուփերով, գնումներով, նայեք, երեխաներ, աղջիկներ, դեռահասներ, կարեսներ, գնումներ արած գնում են։ Մի հատ ասեմ են կողմ, որ տեսնեք։ Նայեք, հələ ինչ է կատարում ներսը։ Նայեք։ Ամեն օր այս նույն վիճակն է։ Նոր բացված խանութ է։ Որն է սրա կասեք հաջողության գաղտնիքը։ Շատ պարզ։ Ուրեմն աղոթքի ժամանակ իրենց հավաքատեղիում ռաբայը անկասկած ասել է, որ սա նոր բացված խանութ է, այս մարդը մեր համայնքի անդամն է, մեր ոնց որ դուք ճոռո ասում եք, մեր աղբերն է, կգնաք իր մոտ առևտուր կանեք, թխվածներ ունեն, շատ լավն է, պետքա օգնենք, պետքա սատարենք, որ այս մարդու բիզնեսը աշխատի, ոտքի կանգնի, ինքն էլ հարգարժան մարդը իր եկամուտներից մի 10%, 15% տալիս է համայնքին, տալիս է հրեաների սուրբ գործին, նվիրատվություն անում, Իսրայելի համար զենք է գնում, այսինքն ակտիվ մարդ է, կգնաք իր մոտ առևտուր կանեք։ Ու բոլորը լսելով իրանց ուրեմն ղեկավարի հորդորին, ռաբայի հորդորին, իրենց հոգևոր առաջնորդն է, ղեկավարն է, դե ամեն փողոցի անկյունում մի հատ սինագոգ կա, մի հատ հրեական կենտրոն կա, ամենտեղ իր ղեկավարն ունի, իր հոգևոր առաջնորդ ունի, հոգևոր առաջնորդն էլ այդ իրանց ծառայությունից հետո այցելում է մարմնավաճառներին երբեմն, ու ոչ մեկ չի ասում եկեք մաքրենք մեր սինագոգը, եկեք սենց անենք, որ մեր հոգևոր առաջնորդները սենց են եւ այլն, որոնք իսկապես մեղք ունեն ապացուցված, բայց դա իրանց գործը չի, դա չի վերաբերում, ես ուղղակի զուգահեռներ անցկացրեցի։ Մարդիկ լսում են իրենց հոգևոր առաջնորդին, գալիս են ստեղից առևտուր են անում։ Հիմնականում նայեք, սրանք հիմնականում սիրիահայեր են երևի, իրաքահայեր են, երիտասարդ աղջիկներ, կանայք կեղծամներով բոլորը, տղամարդիկ կան, երիտասարդներ կան, այս մեքենաների պատճառով ամեն անգամ ստեղ մի ուրեմն խցանում է տեղի ունենում, որտեղ գալիս են այս մեքենաները կանգնում են, ոնց որ հայերն են իրանց մի քիչ այլանդակ պահում Լոս Անջելեսի կողմը, նույնն էլ Նյու Յորքի կողմը հրեաներն են իրենց մի քիչ շատ ազատ պահում, մեքենան կանգնացում որտեղ ուզում են, որտեղ ոստիկանությունը իրանց գրպանում է, կոնգրեսականներն ու սենատորները իրանց գրպանում են, Սպիտակ տուն իրենց գրպանում է, նախագահով բանով, սենց ով ինչ ուզում, անեցել անում են, ամենայն դեպս։ Ասած ես ինչ է։ Հիմա այս մարդիկ, նայեք, ինչ առևտուր կա, գալա, որ գալիս են սենց, ամեն օր այս նույն վիճակն է, երևի բացառությամբ շաբաթ օրերից, որտեղ շաբաթ օրը շաբաթ է, պետք է մնան տունը, ընտանիքով ճաշեն, աղոթեն, ոչ մի հեռուստատեսություն, ոչ մի հեռախոս։ Ու այսպես այս մարդու բիզնեսը անմիջապես ոնց որ ասում են ծաղկում շատանում բազմանում է։ Բայց հիմա եթե գնանք այս փոքրիկ քաղաքում գտնվող միակ հայկական խանութը, կտեսնեք, որ խանութը դատարկ է։ Սովորական մեկ ու մեջ կարող է մի հատ ռուս մտնի, մի հատ հայ մտնի, մի հատ անծանոթ ամերիկացի մտնի, հարցնի սա ինչ է, սա գաթա է, սա հաց է, սա եսի ինչ է, այս պահատոնի չէ, մեկ թաքուբիր, մեկ ու մեջ հաճախորդներ։ Իսկ այդ պահին որտեղ են հայերը։ Հայերը թուրքերի խանութում, թուրքերի ռեստորանում նստած քյաբաբ են ուտում, թուրքերի խանութից առևտուր են անում, ռուս հրեաների խանութից առևտուր են անում, ամենտեղ ուզբեկների մոտ առևտուր են անում, բացի գալիս են իրենց միակ հայկական խանութը, աջակցելու, սատարելու, օգտելու, որպեսզի բիզնեսը շատանա, հարստանա եւ բարգավաճի։ Այս ճիշտ է, մոռացա նշեի, դե ինչ տարբերություն թուրքականա թե ռուսական խանութա, կարևոր է էժան լինի, էժան բենզինը լի լսնենք վառոն, հիմա թուրքի բենզինն է, թե ադրբեջանցու բենզինն է, հիմա թուրքի քյաբաբն է, թե բանա, այնտեղ հայի քյաբաբն է, ինչ տարբերություն, կարևոր է էժանը լինի։ Սենացատեղ երբեմն այդ թանգ էժանի գործոնը չի գործում, այդ ուտելիքի խանութներում ամբողջ առևտրի զամբյուղի մեջ կարող է մի քանի
դոլարի տարբերություն տա չէ չտա, բայց թուրքի մոտ համեղ է։ Այ դա է։ Եզրակացությունները թողում եմ ձեզ, ամենայն բարիքներ։